Եթե դու բոլորին դեմ ես, դու կրկին գոյություն չունես։ Այսինքն դուք համարում եք, որ իրենք նաև դեմ են ձեզ։ Իրանք իրանց էլ են դեմ, իրանք ասել են։ Նշել եք, որ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Փաշինյան ոչինչ չեն արել այս պետության համար։ Ինչ եք պատրաստվում դուք անել։ Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը եվրոինտեգրման քաղաքականությունն է որդեգրել, որտեղ մենք խորապես համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի քաղաքակիրթ աշխարհի մասը։ Մի շարք միջոցառումներ անհապաղ պետք է իրագործվեն։ Օրինակ, պետք է աներկբայորեն ազատվել հապկից։ Դա այդ դաշնակցային հարաբերությունների ավարտ չի կարող հանդիսանալ։ Որ դաշնակցային հարաբերությունների։ Եթե դուք մեծամասնություն չեք հավաքի, ինչպիսի կոալիցիայի մասին կարող է խոսք գնալ։ Ով ասեց, որ չենք հավաքի, մենք հաղթելու շանս ունենք։ Եվ բացի այդ, Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը որդեգրել է աննախապայման համերաշխության առաջնորդության կարգավիճակը։ Այսօրվա քաղաքական դաշտում դուք այդ համերաշխությունը տեսնում եք։ Այստեղ նաև ներքաղաքական իրավիճակը այլասերելու մոտեցում կա։ Եթե ձեր նման մտածողությամբ եւս երկու ուժ ազգային ժողովում տեղ գտնի։ Օրինակ ժողովրդավարական համախմբումը եւ նաեւ թեմեն բոլորի մասին արդեն խոսեցիք։ Մենք Մարվելի հերոսներին միայն կինոներում ենք սիրում նայել։ Ընթանում է 2026 թվականի ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավը եւ մենք շարունակում ենք զրուցել քաղաքական ուժերի հետ հասկանալու համար ինչ են առաջարկում, իսկ քարոզարշավի ավարտին մնացել է ընդամենը 2 օր։ Այսօր Dialog podcast-ի տաղավարում զրուցելու ենք Հայաստանի Շնորհապետական կուսակցության վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Սիմոնյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավիրելու համար։ Պարոն Սիմոնյան, ձեր հարցազրույցներից շատերում նշել եք, որ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Փաշինյան ոչինչ չեն արել այս պետության համար։ Ինչ եք պատրաստվում դուք անել եւ ինչ պետք է անեին կոնկրետ, որն է եղել իրենց բացթողումը որպես օրվա իշխանություն։ Այնքան բովանդակալից եւ խորը հարց եք տալիս, որ եթե անդրադառնանք յուրաքանչյուրի կառավարման տարիներին, 2 ժամ կզրուցենք միայն այդ թեմայի շուրջ։ Բայց այն հանգամանքը, որ Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած 1994 թվականին, երբ որ ակնհայտ պատերազմի դաշտում հաղթած կողմին նստացրեցին համահավասար սկզբունքներով բանակցային գործընթացի սեղանի շուրջ, այդ ստատուս քվոն ձևավորվեց։ Դա հիմքը հանդիսացավ պարտվողական մոտեցումների, որովհետև այն ժամանակ պետք է կապիտալիզացվեր խաղաղության պայմանագիրը, այն կոնյունկտուրայով տարածաշրջանային, որը ձևավորվեց 1994 թվականի դրությամբ։ Ավաղ մենք տեսանք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը այդ քայլին գնալուց հետո իր բառերով ասած Մոսկվաներից բերեց Ռոբերտ Քոչարյաններին եւ Սերժ Սարգսյաններին, այդպես ձևակերպում ուներ, չէ, որ ինքն է բերել, նախաձեռնել, որ Մոսկվայից Սերժ Սարգսյանը գա։ Եվ տրանզիտ տեղի ունեցավ իշխանության փաստացի եւ երկրորդ ընտրապայքարի ընթացքում ընտրակեղծիքներ տեղի ունեցան, ժողովրդավարությունը խեղդվեց, Սահմանադրությունը հեռացավ, հենց բուն Սահմանադրությունը 95 թվականի հեռացավ անկախության հռչակագրի բովանդակությունից, որովհետև համաձայն անկախության հռչակագրի հայ ժողովրդի անունից խոսելու իրավունք ուներ բացառությամբ Գերագույն խորհուրդը, այն է թե պարլամենտը, ինչը խիստ կենտրոնաձիգ իշխանության միտված նախագահական Սահմանադրությունով ըստ էության նենգափոխվեց։ Որից հետո այդ հարացույցը դուք տեսնում եք շարունակաբար ոչ ընտրական գործընթացներով իշխանության կերպափոխումներ, նույն քաղաքական համակարգի ծիրում եւ Հայաստանի նորանկախ հանրապետությունը, որ պետք է անկախանար ռուսական ազդեցությունից, ավելի մխրճվեց եւ ընկղմվեց ռուսական ազդեցության տիրույթում, ինչն էլ մեր հարահոս փորձանքների եւ փորձությունների շղթայի պատճառ դարձավ։ Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը նոր քաղաքական դաշտի մասին է։ Եվ այս առումով, եթե Աստծո բարեհաճությամբ եւ ժողովրդական իմաստությամբ նոր ուժը հաղթանակ տանի համապետական ընտրություններին, ապա Հայաստանի լիիրավ ազատագրման գործընթացը անշրջելի կլինի։ Եվ իբրև դրա գլխավոր հանգամանք կստացվի մի իրավիճակ, երբ որ մենք հենվելով մեր ազգային շահերի վրա կկառուցենք իրատեսական արտաքին քաղաքականություն,
նոր անվտանգային ճարտարապետություն եւ քաղաքացիական հանրույթի որակական աճին նպաստող նոր կրթական, գիտական, տեխնոլոգիական, ինֆորմացիոն դաշտ։ Նշեցիք անվտանգային ճարտարապետություն, այ հիմա կոնկրետ Հայաստանի արտաքին անվտանգային ճարտարապետությունը փոփոխությունների է թվում թե ենթարկվում, որովհետև կուրսը դեպի Ռուսաստանից գոնե այս մասին խոսում է նաև իշխանությունը, որ գնում է դեպի Եվրոպա։ Դուք ինչ ռիսկեր եք տեսնում այս մասին եւ նաև լսել եմ ձեր հարցազրույցներում նշել եք, որ Հայաստանում պետք է ընդհատվի ռուսական մեդիայի հեռարձակումը, ինչպես նաև ռուսական ռազմաբազայի ներկայությունը պետք է հեռացվի ու նաև պետականացվի երկաթուղին, որը սպասարկում է նաև ռուսական կողմը։ Ոչ միայն երկաթուղին, ռազմավարական նշանակության օբյեկտներ ունենք, որ պետք է վերադարձնել։ Այո։ Վերադարձնել։ Բայց այս ամեն ինչը այս մտքի ավարտին արդյոք սա այդ դաշնակցային հարաբերությունների ավարտ չի կարող հանդիսանալ։ Որ դաշնակցային հարաբերությունների։ Այն, որը թերևս պետական մակարդակով քննարկվում է եւ այդ դաշնակցային հարաբերությունների խզումն է, որ կարող է օրինակ շուտով հանդիսանալ գազի մատակարարման այլևս ավարտ։ Գուցե դուք նկատի ունեք 1997 թվականի փոխօգնության պայմանագրով ձևավորված դաշինքը ռազմավարական հարաբերությունները։ Ես ձեզ ասեմ, որ համանման փաստաթղթով 2022 թվականին ռուս-ադրբեջանական համանման փոխօգնության պայմանագրի համաձայն 97 թվականի հայ-ռուսական պայմանագիրը ինքնադենոնսացվել է։ Այսինքն մնալ հին կլիշեների եւ արքետիպերի շրջանում դա նշանակում է չարդիականանալ կամ չտեսնել առնվազն առերևույթը։ Եթե միջազգային պայմանագրի սահմանած դրույթները փոփոխվում են մեկ այլ միջազգային պայմանագրի դրույթներով, ապա նախկինում վավերացրած միջազգային պայմանագիրը դադարում է գոյություն ունենալ։ Սա միջազգային հարաբերությունների կարևոր սկզբունքներից մեկն է։ Եվ 2022 թվականի ռուս-ադրբեջանական փոխօգնության ռազմավարական հարաբերությունների մասին պայմանագիրը ոչնչացրեց 1997 թվականի հայ-ռուսական փոխօգնության պայմանագրի դրույթները։ Այս առումով ոչ մի ռազմավարական դաշինք էլ չկա։ Այդ դեպքում ինչու են Ռուսաստանում ամեն դեպքում Ռուսաստանին համարում Հայաստանի թիվ 1 դաշնակիցը տարածաշրջանում։ Ով է համարում։ Հայաստանի Հանրապետության տարբեր իշխանությունների օրոք մենք այդ մասին լսել ենք եւ տարբեր իշխանությունների օրոք հիմա լեգիտիմ իրավունք ունի դրա մասին խոսելու Նիկոլ Փաշինյանը։ Որտեվ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին ռուս-ադրբեջանական պայմանագիրը վավերացվեց։ Մինչ այդ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը նկատի ունենալով 97 թվականի պայմանագիրը դաշինքի մասին կարող էին խոսել, բայց մենք տեսանք 2020 թվականի ռազմական ագրեսիան եւ դրանից հետո ծավալված իրադարձությունները, ինչը ակնհայտորեն ցույց տվեցին, որ ռուսական դաշնակցային պայմանագիրը առ-ոչինչ է, ոչինչ չարժի, այնպես ինչպես որ ժամանակին Բիսմարկն ասում էր, որ Ռուսաստանի հետ վավերացրած ցանկացած պայմանագիր չարժի այն թղթի արժեքը, որի վրա այն վավերացվում է։ Այս դեպքում դուք ինչ պայմանագրեր եք սպասվում որ կունենաք, օրինակ եթե ստանաք մեծամասնական քվե եւ իշխանությունը ստանձնեք, ինչպիսին է լինելու արտաքին քաղաքականությունը Հայաստանի ձեր պատկերացմամբ, որպեսզի ըստ արժանվույն դաշնակցային ընկերություններ կարողանանք ունենալ։ Օրինակ Մակրոնի այցը շատերը խոսում են այն մասին, որ դա վկայություն է այն մասին, որ Եվրամիությունում մեզ սպասում են։ Արդյոք դուք այդպես եք կարծում։ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը պետք է լինի պրագմատիկ, իրատեսական եւ հիմնված բացառապես Հայաստանի Հանրապետության ազգային շահերի վրա։ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը աներկբայորեն կարծում է, որ մենք ազատագրման ճանապարհի վրա պետք է կանգնենք, իսկ դա նշանակում է, որ մի շարք միջոցառումներ անհապաղ պետք է իրագործվեն։ Օրինակ ԱՊՀ-ից դուրս գալ։ ԱՊՀ-ն դա Բելովեժյան պակտով սահմանված ԽՍՀՄ 202 մոդելն է։ Այսինքն դա 2000-ականների նորացված ԽՍՀՄ-ի մոդելը պետք է ծառայեր։ Այսինքն եթե դու շարունակում ես մնալ ԱՊՀ-ի մեջ, նշանակում է դու հնարավորություն ես տալիս, որ քո ինքնիշխանությունը քայքայման հավանականություն ունենա, որտեղ դա ինտեգրացիոն կառույց է, որ քեզ այդ գրկախառնող անակոնդայի ոլորանների մեջ խեղտամահ անող գրկախառնությանն է տանելու։ Հաջորդ որոշումով պետք է աներկբայորեն ազատվել հապկից։ Այն մոդելը, որը կիրառում է ներկայիս
ռազմաքաղաքական ղեկավարությունը դա խաղարկային է եւ կեղծ, որովհետեւ համաձայն հապկի փաստաթղթերի սառեցում գործիքակազմ չկա։ Մենք պետք է հայց ներկայացնենք դուրս գալու նախապատրաստական աշխատանքներով։ Հաջորդը ԵԱՏՄ-ն է, գահավիժող շուկան, դուք տեսնում եք, որ եթե քաղաքական վայրի վերումներ են լինում, ԵԱՏՄ-ն գոցում է իր դռները մեր առաջ, տնտեսական ճանապարհները եւ տնտեսական ճանապարհներով փորձում է ազդեցություն գործադրել եւ ճնշել։ Շատերին վախեցնում են, ասում են գազը կթանկանա։ Գազը չի կարող թանկանալ։ Կոմպոնենտների կարևոր այլընտրանքը որն է։ Գազը չի կարող թանկանալ։ Ինչու՞։ Որովհետեւ երբ որ ձեռք էր բերվում հայ-ռուս գազարդը իր ենթակառուցվածքով, գինը ֆիքսվել է։ Եթե գնի առումով ռուսական կողմը փոփոխություններ իրականացնի, կկորցնի կառավարման փաթեթը հայ-ռուս գազարդի։ Հայ-ռուս գազարդը կազատվի ռուսական ազդեցությունից։ Դա կոպիտ խախտում է միջազգային տնտեսական պայմանագրին։ Նա գազի գինը ոչ մի պարագայում չեն կարող փոխել։ Մի վախեցեք, վախեցնում են։ Եվ ի վերջո պետք է հասկանաք, որ ինքնիշխանությունը կարողանում են ապահովել միայն այն հանրույթները, որոնք սպառնալիքների եւ ահաբեկումներին ի հեճուկս դիմադրողականություն են դրսևորում եւ պայքարում են իրենց իրավունքների համար։ Այնպես որ գազի գինը չեն թանկացնի, վախեցնում են։ Կոնյակը չեն ընդունի, ալկոհոլային խմիչքները չեն ընդունի, որոնք, եթե չեմ սխալվում, 80% մեր արտահանման պոտենցիալի մասնաբաժինն են կազմում։ Այդ դեպքում լուր տարածվեց, որ Եվրոպական միությունը մի որոշ խմբականակ ընդունել է եվրոպական շուկա, բայց ոնց ստացվեց։ Ֆոկուսը փաստացի ստացվեց, որ տասնյակ վերլուծաբաններ չգիտենք, թե չենք փորձել մուտք գործել այլ ընտրանքային։ Դա նշանակում է, որ տասնյակ փորձագետներ կամ մասնագիտական հմտությունների պակաս ունեն, կամ ուղղակի վարչավճարի դիմաց ապատեղեկատվություն են տարածում, ռուսական նարատիվներն են շրջանառում։ Ստացվեց, որ եվրոպական զարգացած շուկան ձեր ապրանքը վերցրեց։ Ստացվեց։ Փակելով բոլորի բերանը, որ եվրոպական շուկան ոնց կարող ենք մենք մտնել։ Մտանք փաստացի։ Մասնագետների ու կադրային քաղաքականության մասին ծերթիմի անպայման տեղ խոսելու ենք, որովհետև հիշում եմ դուք նշել եք նաև, որ ոչ թե ցուցակում գտնվող անձինք են միայն ստանալու պաշտոնները, այստեղ պատգամավորի տեխնացուները, այլև նրանք, ում դուք դիտարկում եք, որ կարող են եւ պետք է ներուժ ունենան։ Այս դեպքում դուք շատ ամբիցիոզ հա նաև միտք եք արտաբերել, որ ձեր հետ չեն կարող քննարկել կոալիցիաներ, այլ զուտ կարող են աջակցել, որպեսզի դուք իշխանությունը ստանաք։ Աննախապայման։ Աննախապայման այո տերմինն եք օգտագործել, բայց այդ դեպքը օրինակ Գյումրիում եղավ նմանատիպ դեպք, երբ Վարդան Ղուկասյանը ստանձնելով այս բային քաղաքապետի պաշտոնը, մինչ այդ հայտարարություն էր տարածել, որ քաղաքապետի պաշտոնը չի կարող քննարկվել, պետք է լինի ընդդիմության մեծամասնություն հավաքած քվեով ցայնը։ Այս դեպքում եթե օրինակ դուք մեծամասնություն չհավաքեք, որովհետև օրվա իշխանությունը խոսում է, որ հավաքելու է 64% քաղաքացիական պայմանագիրը, ուժեղ Հայաստանը արդեն իսկ Սամվել Կարապետյանը ներկայացնում է որպես հաջորդ վարչապետ, ոչ պակաս ամբիցիոզ ելույթ ունենում է նաև Հայաստան դաշինքի քոչարյանական թևը։ Այս դեպքում եթե դուք մեծամասնություն չեք հավաքի, ինչպիսի կոալիցիայի մասին կարող է խոսք գնալ։ Ով ասեց, որ չենք հավաքի։ Նմանատիպ ամբիցիոզ հայտարարություններ էլ քանիցս մենք ենք արել։ Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը պատրաստ է 3 ձևաչափել եւ արտախորհրդարանական ուժ լինելուն եւ խորհրդարան անցնելուն ոչ առաջին կարգավիճակով եւ հաղթելուն։ Այդ 3 մոտեցումներն էլ մեզ համար հնարավոր են, հավանական է, որտեղ Հայաստանի Շնորհապետական կուսակցության վարկանիշը խիստ բարձր է այսօր։ 3 ամիս առաջ անգամ նշել եք, որ դուք երրորդն եք լինելու։ Բայց IRA-ի հարցումներով տեսակ, որ մենք անցողիկ շեմը օրենքի ուժով մտնում ենք խորհրդարան, անգամ IRA-ի հարցումներով։ Ընդ որում ասեմ, Գուրգեն Սիմոնյանը ոչ վարչական լծակներ ունի, ոչ էլ միլիարդներ ունի։ Այսինքն ինձանից ոչ մեկ չի վախենում եւ որևէ մեկը ակնկալիք չունի։ Նշանակում է այն անձիկ, ովքեր որ մեր անունը տվել են, նրանք կողմնորոշված ընտրողներ են։ Իսկ կան այդ շարքում մարդիկ, որոնք որ չէին ասի այդ անունը, չէին տա այդ անունը, որտեվ գուցե եւ կորցնելու բան ունեն, գուցե եւ վախենալու բան ունեն։ Հետեւաբար այդ 2%-ը որ նշել են, առնվազն 4 է ըստ IRA-ի։ Բայց անգամ 2%-ով էլ մենք դաշինքից առավել ենք գալիս օրենքով եւ օրենքի ուժով մուտք են գործում անգամ այդ կոնյունկտուրայով ազգային ժողով։ Դա նշանակում է, որ այս ընդ որում այդ հարցումը իրականացվել է մայիսի 5-ից 11-ը ընկած ժամանակահատվածում, 1 ամիս համարյա անցել է։ Պատկերացնում եք ինչ ահռելի աշխատանք ենք մենք արել, հիմա ինչքան բազմապատկված կլինի, մենք հաղթելու շանս էլ ունենք։ Եվ բացի այդ, Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը որդեգրել է աննախապայման համերաշխության
առաջնորդության կարգավիճակը, որտեղ պատկերացրեք մի իրավիճակ, երբ որ ընտրությունները արձանագրում են, որ գործող իշխանությունները հաղթել են։ Ձեր ասած այն մյուս ամբիցիոզ ուժերը կճանաչեն ընտրությունների արդյունքները, որոնք կանխավ արդեն իրենց հռչակել են հաջորդ։ Ենթադրում եմ ոչ։ Ես էլ եմ ենթադրում, որ ոչ։ Հետևաբար հղի է բախումներով իրավիճակը։ Կամ ենթադրենք սցենար համար 2։ Գործող իշխանությունները պարտվում են, նրանք են հաղթում։ Ինչ եք կարծում, գործող իշխանությունները իրենց տեղը կզիջեն կամ կհամարեն ընտրությունները օրինաչափ ընթացած։ Երկու դեպքում էլ կարծում եմ երկրորդ ընտրության կարիք է լինելու։ Երկու դեպքում էլ նրանք ունենալու են կոմպրոմիսային առաջնորդի կարիք։ Եվ կոմպրոմիսային առաջնորդի կարգավիճակով կարող է հանդես գալ այն ուժի առաջնորդը, որը լիարժեք մաքուր քաղաքացիական հանդրության օժանդակությամբ ձևավորված ուժ է եւ ունի բարձր վստահության քվե։ Սա է մեր մոտեցումը եւ քաղաքացիական բախման չտանելու ամենակարճ ճանապարհը սա է։ Անշուշտ նմանատիպ քաղաքական ուժը չի կարող հավակնել հնգամյա կառավարման։ Ակնհայտ է, չէ, որ Հայաստանի սահմանադրությամբ ընտրված վարչապետին 1 տարի իմպիչմենտ չեն կարող հայտարարել, բայց տարին որ լրացավ, գուցեև ցանկանան իմպիչմենտի գնալ, բայց պատկերացնեք 1 տարվա ընթացքում ինչ մաքրություն կարելի անել լուստրացիայի տեսքով եւ սահմանադրական դատարանով ձեռփաթատել ժողովրդին որոշակի անցանկալի ուժերից եւ քաղաքական դերակատարներից։ Այսինքն, եթե անգամ 1 տարի հետո նորից գնանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, մենք կգնանք լիարժեք նորացված քաղաքական դաշտով։ Դուք նշեցիք քաղաքական համերաշխության մասին նաեւ, բայց այսօրվա քաղաքական դաշտում դուք այդ համերաշխությունը տեսնում եք, որովհետև 19 քաղաքական ուժ, այս դեպքում 18, Հայաստանի նման փոքր երկրում դա արդեն իսկ խոսում է, չէ, քաղաքական այլակարծության մասին, որը չնայած ընդդիմությունը ասում է, որ նպատակը մեկն է, բայց տեսնում ենք, որ այդքան էլ մեկը չէ։ Հիմա դուք Ես չէի ասի դա քաղաքական այլակարծություն է, այստեղ նաև ներքաղաքական իրավիճակը այլասերելու մոտեցում կա, որովհետև նրանք ավելի շուտ աղմուկ աղաղակ անողների դասին են պատկանում, գուցե եւ ինֆորմացիոն խճանկար ձևավորելու համար, որ ժողովրդին զրկեն իրական այլընտրանքներից։ Հիմա ամսի 7-ը սարերի հետևում չէ, եւ մենք հստակ կտեսնենք դիրքավորումները եւ մարդկանց ակնկալիքները, որից հետո շնորհապետական կուսակցությունը, Հայաստանի շնորհապետական կուսակցությունը հանդես կգա հայտարարությամբ եւ դիրքորոշմամբ։ Ձեր կուսակցության երկրորդ համարի տեխնացուի մասով վերջին 2 օրը Facebook-յան հարթակում բավականին մեծ աղմուկ է բարձրացել արցախցիների մասին իր հաղորդումներից մեկում տված հարցազրույցի մասով։ Ինչ կասեք դուք Էդվարդ Անտինյանի հարցազրույցի մասով։ Հարգարժան պարոն Անտինյանը Հայաստանի շնորհապետական կուսակցության անդամ չէ։ Միջև բուն հարցին պատասխանել ասեն, որ մեր կուսակցությունում բռնապետական համակարգ հաստատված չէ։ Մարդիկ ունեն իրավունք իրենց անձնական կարծիքներ արտահայտելու եւ դա խմբագրումների չի ենթարկվում մեր կուսակցությունում, բացառապես սկզբունքային մոտեցումների, որոնք որ հստակ են եւ բոլորը շարժում են այդ սկզբունքային մոտեցումներով։ Էդվարդ Անտինյանի խոսքը կոնտեքստից կտրված է։ Եվ ես դες ասեմ, որ այդ ուժերը, որոնք որ սանձարձակ կերպով փորձում են մարդու վարկանիշով եւ հեղինակությամբ խաղալ, ահաբեկված են եւ չարակամորեն փորձում են վարկանիշի անկում ապահովել Հայաստանի շնորհապետական կուսակցության համար, ինչը կձախողվի աներկբայորեն, որովհետեւ իրեն հարգող յուրաքանչյուր քաղաքացի կարճ կտրած տեսանյութով կարծիք չի ձևավորում։ Ես այսօր ստուգել եմ մեկնաբանություններում ամբողջական հարցազրույցը եւս տեղադրված է, սա երևի նաեւ օբյեկտիվությունը պահպանելու համար է արված, բայց հենց այդ հայտարարությունը պարոն Էդվարդի կապում են նաեւ ձեր այն մտքի հետ, երբ դուք ասել եք Արցախցի նախագահները պետք է վերադարձվեն Ադրբեջանի գերությունից, բայց պետք է դատապարտվեն Հայաստանում։ Դատարանի առաջ կանգնեն, ոչ թե դատապարտվեն։ Դատարանը կարող է եւ արդարացնում է։ Հիմա անշուշտ պետք է վերադարձվեն, որտեվ այնտեղ կա դասալիք նախագահ, վերջին ընտրված նախագահ փախավ պատասխանատվությունից եւ այդ բռնադատվածները ոչ թե պետք է դատվեն Ադրբեջանի օրենսդրությամբ, այլ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։ Իսկ դատվել դեռ չի նշանակում պատժվել։ Դա նշանակում է հարցը համակողմանի քննության առնել։ Դա մեկ, երկրորդը ես մի մարդ եմ, որ Արցախի համար կռվել եմ։ Եվ ոչ միայն ես, այլ նաև հայրս։ Հայրս սկսած 88 թվականի Արցախյան շարժումից մեջն է եղել, որպես բժիշկ, ռազմական բժիշկ 44 օրյա պատերազմին
մասնակցել է, ես էլ այն զորամասի կազմում, որպես դասակի հրամանատար, մասնակցել եմ հարավ-արևելյան սահմանագոտում, այնտեղ մեղր կարակ չեն բաժանում։ Կենաց մահու կռվին եմ ես մասնակցել։ Հետևաբար միայն ամբարո անձնավորությունը կարող է ասել, որ Արցախի համար մարդ կամավորագրված մարտի գնացած անձնավորությունը արցախահայերի նկատմամբ հակակրանք ունի։ Դա նոնսենս է։ Արցախյան պատերազմների մասին ընդդիմադիր տարբեր թևերից տարբեր արտահայտություններ են հնչում, օրինակ երկրորդ նախագահը ասաց, որ եթե ինքը լիներ օրվա իշխանությունը, մեկ զանգով կարող էր կանխել դա։ Արդյոք սա դուք իրատեսական համարում եք եւ օրինակ երբ կաք իշխանության Արցախի հարցը փակված է համարվելու, թե բանակցելու են գոնե Արցախի հայկական տարածքների մասով։ Նախ ինչ պետք է տար ֆորմալ իշխանությունը նախկին նախագահին, որը որ ճուներ առանց այդ իշխանության, որ զանգը չի արել։ Եթե սա ինձ եք հարցնում, ես իրենց դա հռետորական հարց է, որ օդի մեջ կախում եմ։ Ում կնդիրը արդեն այդ հարցի պատասխանը ամեն մեկը իրան կտա։ Ինչ պետք է տար ֆորմալ աթոռը քեզ, պարոն, որը որ դու ճունեիր առանց այդ աթոռի։ Հիմա ենթադրենք, ես ազգային ժողովի падգամավոր չեմ, իմ անուն ազգանունը գրեթե բոլորը գիտեն։ Բայց ինչքան падգամավոր կա, որ անուն ազգանունը տան ոչ մեկ չի իմանա։ Ինձ իմ անունն է դարձրել այն կարգավիճակին, որ կարգավիճակով, որ ես հանդես եմ գալիս։ Նրանց աթոռն է դարձրել։ Հիմա եթե դու անուն ունես, աթոռը քեզ պետք էր, որ այդ զանգը կատարեիր։ Կատարեիր։ Եթե չես կատարել, աթոռը քեզ չի օգնելու։ Սա մեկ։ Հաջորդի վերաբերյալ Հայաստանի Շնորհապետական կուսակցության համար Արցախի հարցը փակված չի։ Որտեվ Արցախահայերին կամուրջի տակից չենք գտել։ Այդ մարդիկ պապենական բնորանից վտարվել են, պատրիոտիդի են ենթարկվել, հայրենազրկվել են, դա ցեղասպանության տարատեսակ է։ Եվ Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը Արցախահայերի իրավունքների ջատագով ուժ է, անկախ նրանից, թե կիսատ պռատ որոշ ուժեր ինչ կտարածեն մեր հասցեին։ Եվ այդ կիսատ պռատ ուժերը թող մտածեն, թե մարդկանց խաբեություններով ենթադրենք դուք հաղթեք, ո՞նց եք խորհրդարանը լցնելու 30 հոգով։ 57 հոգի ինքնաբացարկով ձեր ցուցակներից դուրս է եկել։ Ոնց եք լցնելու։ Դուք հələ գործ ունեք անելու, չէ՞։ Դուք հələ ունեք գլուխ հարթուկելու ակցիա, թիթեռ նկարելու ակցիա։ Հələ գնացեք այդ անլուրջ ակցիաները արեք, կարող է վաղը մյուսօր Սպայդերմենի փոխարեն նաև Բեթմենն ու Սուպերմենն էլ միանա, նոր խոսացեք լուրջ հարցերից։ Բայց իրենք նշում են 100 օրվա կառավարման մասին, այսինքն 100 օր հետո պետք է ինքնալուծարվեն որոշ փոփոխություններ անելու։ Օրինակ բայց ո՞նց են ինքնալուծարվում, եթե խորհրդարան չեն կարող լցնել, 30 հոգի մարդ է մնացել այդտեղ։ Ո՞նց։ Իրենք ասում են, որ դա ըստ իրենց պլանի է, այսինքն այդպես է պետք է, որպեսզի հետո մանդատներ ստանալու ճնշումներ չգործեն մյուս եղբայր, եթե դու բոլորին կողմ ես, դու գոյություն չունես։ Եթե դու բոլորին դեմ ես, դու կրկին գոյություն չունես։ Չի կարելի սեփական տեսակը չնշելով դեմ լինել ինչ որ մի բանի։ Դու եթե չես ինքնագիտակցել դու ով ես, ինչ արժե համակարգ ունես, ինչ գիտես դիմացինը վատնա։ Այսինքն դուք համարում եք, որ իրենք նաև դեմ են ձեզ։ Իրանք իրանց էլ են դեմ, իրանք ասել են։ Հետևաբար մի ուժ, որը դեմ է նաև իրենք իրենց։ Եվ իրենք ընդհանրապես քվյաթերթիկ չեն, որ ժողովուրդը արտահայտի կամք բոլոր մնացած ուժերին դեմ լինելու, այլ ունեն վարչապետի տեխնացու, որը իր գործով չի զբաղվում, հերյուրանքներ է տարածում։ Այդ դեպքում նրանց մասին առհասարակ խոսելն ինչ իմաստ ունի։ Վերադառնալով արտաքին քաղաքականությունը, ձեր ուժը ինչպիսի արտաքին քաղաքական ուղիներ է տալու Հայաստանի Հանրապետությանը, որպեսզի ավելի կայուն լինի, քան օրինակ հիմա է, որովհետև բոլորը ընդդիմադիր ուժերից մեծամասնությունը նշում են, որ հիմա Հայաստանը ճգնաժամի մեջ է եւ գալիս են փրկելու, հանելու այդ ճգնաժամից, որն է լինելու ճգնաժամից հանելու ձեր օրակարգը։ Ճգնաժամից դուրս գալու օրակարգը միայն արտաքին քաղաքական գործընթացներով չէ։ Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը եվրոինտեգրման քաղաքականությունն է որդեգրել, որտեղ մենք խորապես համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի քաղաքակիրթ աշխարհի մասը։ Հեծանիվ չեմ հորինի, չէ, որ քաղաքակիրթ աշխարհի այն մասը, որը արժե համակարգային առումով ամենամոտն է մեզ, Եվրոպան է, Արևմուտքն է։ Մենք չենք կարող, չէ, մեկ այլ քաղաքակիրթ աշխարհի մաս հանդիսացող Չինաստանի հետ արժեքաբանական եւ քաղաքակրթական զուգահեռներ անցկացնել, դա լրիվ այլ քաղաքակրթություն է։ Բայց եվրոպացիների հետ կարող ենք, որտեղ մենք օրորոցն ենք եվրոպական քաղաքակրթության։ Միևնույն ընտանիքի անդամ ենք։ Լավով վատով, այս կողմ են կողմ։ Ընդհանուր առմամբ, այո։
Եվ եվրոինտեգրումը եվրոպական ընտանիքին արժեշահային համակարգին մոտ լինելը մեզ համար անկյունաքարային է։ Եվ ոչ միայն Եվրամիության անդամակցելու մասով, այլ նաև եվրոպական տարբեր երկրների հետ երկուստեք հարաբերությունների հաստատմամբ, ինչու ոչ նաև հյուսիսատլանտյան ամբողջ համակարգի մաս դարձած եւ հիմնադիր Միացյալ Նահանգների հետ ռազմաքաղաքական շահերի խորացմամբ։ Բայց ճգնաժամային եւ հակաճգնաժամային գործընթացները միայն արտաքին քաղաքական գործընկերների փնտրտուքով եւ դաշինքներով չի հանգուցալուծվում։ Հայաստանի Հանրապետությունում պետք է իրականացվի 3, եթե չասենք 4 վճռական քայլեր։ Առաջինը արդարության վերականգնումն է, դա լյուստրացիան է, այլընտրանքային արդարադատության միջոցով։ Երկրորդը կառուցվածքային փոփոխությունները ներառականության մեջ, որպեսզի հորիզոնական եւ աստիճանակարգային հավասարակշռություն ապահովի պետական կառավարման համակարգում։ Երրորդը շնորհապետության հաստատումն է, արժանիների իշխանության հաստատումն է։ Չորրորդը հայեցակարգային փաստաթղթերի մշակումը, ռազմավարությունների մշակում։ Այս 4 գործընթացները գումարած դրան նաև արտաքին քաղաքական կողմնորոշումը պետք է հակաճգնաժամային քաղաքականության հիմնասյուները հանդիսանան։ Այս գաղափարները ինչպիսի թիմով եք դուք կարողանալու իրագործել։ Կան այդ կադրային բազան, որը արդեն դուք ունեք եւ մնում է միայն իշխանությունը ստանձնել ու կարողանաք իրենցով կառավարումը ստանձնել։ Ոչ իհարկե, եթե մի քաղաքական ուժ հայտարարի, որ ինքը իր պոտենցիալով կփակի ամբողջ պետական պահանջարկը, ապա դուք իմացեք, որ հաջորդ քաղաքացիական պայմանագիրն է այդ ուժը։ Հետո նաև դուք նշել եք, որ պաշտոնյաները այո երկուսակցությունից չեն լինելու։ Ով ասեց։ Ոչ միայն մեր կուսակցությունից, այո։ Այսինքն նաև կլինեն մարդիկ, ովքեր մեր կուսակցությունից կլինեն։ Բայց եթե ենթադրենք ասեն, որ Հայաստանի Շնորհապետական կուսակցության վարչապետի տեխնացու Գուրգեն Սիմոնյան, ենթադրենք ֆինանսների նախարարը ով է եւ ես հիմա դա ասեմ, նշանակում է ես դավաճանում եմ շնորհապետական արժե համակարգը։ Որտեւ երբ որ դու դառնում ես պետության ղեկավար, դու պետք է դադարես միայն կուսակցության ղեկավար լինելու կարգավիճակից։ Դու պետք է դառնաս հանրապետության ղեկավար։ Հետևաբար, երբ որ դառնում ես հանրապետության առաջնորդ, քո առաջ պետք է բացվի ամբողջ հանրապետության կադրային բազան, անգամ նրանք, ովքեր շնորհապետական չեն, ինչ որ X պահի քեզ չեն հավատացել, կամ գաղափարախոսական առումով չեն ուզեցել անդամակցել քո քաղաքական ուժին, բայց պրոֆեսիոնալ է այդ անհատականությունը։ Իսկ եթե նախքին կամ ներկա են, չէ, դա անկյունագծ, տեսեք, նախքին եւ ներկա համակարգը մեծապես վնաս է հասցրել Հայաստանի Հանրապետությանը կանգնեցնելով աղետի շեմին։ Մեզ համար սկզբունքային է, բայց եթե ենթադրենք կգտնվի մի անձնավորություն, որ այդ համակարգի մեջ եղել է եւ անաղարտ է մնացել, ինչը գրեթե ֆանտաստիկ է, բայց նման մի օրինակ ունենք։ Օրինակ Հայաստանի Շնորհապետական կուսակցության բարեվարկության եւ անաչառության հանձնաժողովի անդամներից մեկը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հիմնադիր նախարարն է։ Այդ մարդը կոռուպցիոն գործընթացներում թաթախված չի եղել, մաքուր ամբասիր աշխատանքով է առաջնորդվել եւ քայլող հանրագիտարան է, մեղք կլիներ, որ նրան չընդգրկեինք։ Բայց նման մարդիկ եզակի են։ Դրա համար մենք ամեն դեպքում գիծը քաշում ենք։ Ու նաև 16 ուժերի մասին դուք հայտնել եք, որ ընտրության օրը 16 ուժերը 18 ուժերից 16-ը հայտնվելու են աղբանոցում։ Սա ինչ մոտեցում է, այսինքն ինչպես է դա։ Որտեղ են ես նման բան ասել։ ՀՄԿ-ի հարցազրույցի ժամանակ Պետրոս Ղազարյանի։ Հենց այդպես կոշտ եմ ասել աղբանոցում։ Աղբամանում հավանաբար նկատի ունենալով նաև քվյա տուփի մասին, քվյա խցիկում տեղի ունեցող նկատի ունեմ թղթերի մասին եմ ասել, գցում են աղբաման, եկեք ճիշտ ձևակերպենք, որտեղ ես սովորություն չունեմ որևէ մեկին վիրավորելու եւ ճոռոմանբանությամբ զբաղվելու ու չգիտեմ, ուղղակի համարում ինչպեսի ընտրություն է սպասվում Հայաստանի Հանրապետության երբ որ քեզ տալիս են 16 քվյա թերթիկ, մեկ քվյա թերթիկը վերցնում ես, գցում ես ծրարի մեջ, այո, ծրարի մեջ եւ ընտրում ես, մյուսը գցում ես աղբամանի մեջ։ Այսինքն քվյա թերթիկների մասով ասել եմ նման բան, բայց ուժերի մասով ինձ թույլ չեմ տալիս երբևիցե նման սանձարձակ արտահայտություններ, ինչը որ որոշ ուժերին հատուկ է, բայց դրա վերաբերյալ վաղը կխոսեմ։ Եվ ինչպիսի ընտրություն է սպասում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, հանուն ինչի այս անգամ պետք է գնան ընտրության եւ արդյոք սա ամենավճռորոշ ընտրությունն է։ Հանուն հայրենիքի, հանուն հավատի։
որովհետև սա գուցե եւ նորանկախ իրավիճակում Հայաստանի ամենակարևոր ընտրություններն են։ Հարգելի գյումրեցիներ, փոփոխություններ է պետք իրականացնել։ Իրոք Հայաստանին փոփոխություններ են պետք։ Էական չի թե հայ ժողովուրդը ինչն առաջնակարգ կփոխի, իշխանությունը թե ընդդիմությունը, միևնույն է մեզ փոփոխություն է պետք։ Ես աներկբայորեն հավատացած եմ, որ մեզ նոր իշխանություններ են պետք, բայց եթե հայ ժողովուրդը մտածում է, որ դեռևս պետք չէ, գոնե ընդդիմության կերպը պետք է փոխի։ Համախմբվեք նոր ուժերի շուրջ, ժամանակ չունենք։ Նոր ուժերից եւս երկուսի կողմից մենք լսել ենք ընդդիմափոխության, բոլորի հետ կոալիցիաներ չկազմելու, միայն իրենց ընտրելու մասով, այս դեպքում եթե օրինակ այդ նոր ուժերից վստահ եմ լսել եք նաեւ այդ կարծիքները, եթե ձեր նման մտածողությամբ եւս երկու ուժ ազգային ժողովում տեղ գտնի։ Օրինակ ժողովրդավարական համախմբումը, ովքեր են Սուրեն Պետրոսյանն է իրենց առաջին համարը, եւ նաեւ թեմեն բոլորի մասին արդեն խոսեցիք, բայց Նինա Կարապետյանցը եւս այս նույն գաղափարն է ասում, որ միայն Մարվելի հերոսներին միայն կինոներում ենք սիրում նայել։ Սուրեն Պետրոսյանին հարցեր ունեմ, եթե հանձնի խորհրդարան, այդ հարցերին սպառիչ պատասխան տա, չեմ բացառում։ Շատ լավ, եւ հիմա հերթը ձեզ բլից հարցեր տալն է, սկսենք բլից հարցերին պատասխաններ գտնել։ Մեկ բառով այսօրվա Հայաստանը։ Աշխարհի կենտրոն։ Այս ընտրությունների գլխավոր վտանգը։ Ինքնիշխանության վերացումը։ Ամենաուժեղ ընդդիմադիր գործիչը։ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը։ Երբ ստանաք մեծամասնություն, առաջին որոշումը, որը բերելու եք ազգային ժողով։ Ազգային ժողովում ժամանակավոր այլընտրանքային արդարադատության հանձնաժողովի ձևավորումը։ Եթե ընտրություններում պարտվեք, որ քայլի համար ինքներդ ձեզ մեղավոր կզգաք։ Մեղավոր չենք զգա մեզ, ընդհակառակը կաշխատենք ել ավելի ժրաջան եւ արդյունավետությունը բարձրացնելով, հասկանալով ինչ այլ քաղաքական գործընթացներում կարող ենք հաջողության գալ։ Ձեր ծրագրից կետ, որն իրականում վստահ եք, որ չի իրականանալու, բայց խոստանում եք։ Չկա տենց կետ։ Ով է այն գործիչը, նույնիսկ հակառակ ճամբարից, այս դեպքում բոլորը ձեզ հավանաբար հակառակ ճամբարից կհամարվեն, ումից ինչ-որ բան սովորել եք։ Մեր հայաստանյան քաղաքական դաշտում չկա։ Չկա։ Եվ եթե ընտրողը ձեզ հետ 1 րոպե մենակ մնա, հարց, որից կվախենաք։ Դժվարանում եմ պատասխանել այդ հարցին։ Շնորհակալություն, մենք փորձեցինք բոլոր հարցերին հնարավորինս պատասխան գտնել եւ արդեն կհետևենք ընտրությունների ընթացքին Սիրով պետք է հասկանանք, որ այս ընտրությունները վճռորոշ են, գնացեք անպայման ընտրության, անպայման գնացեք ընտրության, փոփոխություններ բերեք։ Շնորհակալություն, իսկ մենք տեսնելու համար թե ինչ փոփոխություններ են լինելու արդեն հունիսի 7-ին կշարունակենք հետևել ընտրությունների ընթացքին ու զարգացումներին։ Կհանդիպենք։